2023 թվականից առաջ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել գոնե 1/30 նրանով, որ ինքը ստացած լինի գործարանից։ Պատկերացրիք, եւ այն որ Սերժ Սարգսյանը ասում էր 80-ականների զենքեր, ինքը գլուխ էր գովում, որովհետեւ 2018 թվականի դրությամբ մեր սպառազինության առնվազն 70%-ը ոչ թե 80-ականների ա եղել, այլ եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Մենք 80-ականների շատ քիչ զենք ենք ունեցել, շատ քիչ զենք։ Երկրորդը, դուք տեսաք այդ գործարանային արտադրության, այսինքն Զավադսկոյ D30 հրանոթ, որ մենք ունեցել ենք, եղել է առաջին անգամ 2023 թվականին։ Ու մնացածը բա ինչ ա եղել։ Ինչ ա եղել մնա։ Հա, այսօր ընդդիմության ներկայացուցիչները ինչ են ասում, արձագանքում են, ասում են, մենք զենքը ասում ենք, ձրի կբերենք զենքը։ 2018 թվից առաջ զենքերի 70%-ի վրա մենք փող չենք ծախսել, ձրի են մեզ տվեց զենքը։ Բայց այդ զենքը եղել է, նրանք ովքեր լսում են այդ հասկացությունը նեկոնդիցիոննի եզրին, այսինքն համարյա ոչ պիտանի զենք, համարյա, այսինքն այդ մեզ տվել են ձրի զենքը խեն տալիս է, ով ա ում ձրի զենք տալիս, ձրի զենքը տալիս են այդ դեպքում, և հորնա գին չունի, այսօր զորահանդեսը ուզում են համատեն 2016 թվի զորահանդեսը հետ, 2016 թվի զորահանդեսով անցած զենքի 80% եղել է նի կոնդիցիոննի,